Որպեսզի պատկերացում կազմեք, թե իշխանությունը ինչպես է աշխատում եւ արդյունավետությունը, քառորյան որ տևում է 4 օր եւ կառավարությունը պետք է օրենսդրական բազմաթիվ նախագծեր բերեր, քառորյան ավարտեցինք 1.5 օրում, չհաշված Նիկոլ Փաշինյանի երեկվա ջղաձգումներ։ Այն սովետի ժամանակ կար հնգամյակը 3 տարում։ Եվ այդպես արդյունավետությունն է չափվում այս կառավարության վերջում տարվա վերջում դեկտեմբերի վերջին օրերին մեկ էլ հիշում եմ, որ տասնյակներով նախագծերի կարիք կա ու արտահերթերով փորձում են իրենց անգործունակությունը հիմնավորել։ Դա էլ կառավարության գնահատականն է, թեև իրանք կարծում են, որ իրանք արժանի են բազմամիլիոնանոց պարգևավճարների։ Երկու փոքր նախագծերի հետ կապված, մեկ հունվարի 27-ը հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակի խոնարհումի օր հայտարարելուն Հայաստան խմբակցությունը այդ հարցով տևական ժամանակ նախաձեռնության հեղինակների հետ աշխատել էր, գաղափարին կողմ լինելով առաջարկում ենք, որ օրը տեղափոխվի, որովհետև ինքը ոչինչ չխորհրդանշող օր էր մեկ, եւ երկրորդը նախորդում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տոնական օրվան եւ հաշվի առնելով որ վերջին տարիներին ոչ այդքան էլ տոնական ստվերոտ էր նշել իշխանությունները մեր զինված ուժերի մեր հայոց բանակի կազմավորման օրը շատ ավելի կստվեր էր դա եղավ մի պահ որ նախագծի հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը բանակցությունների մեջ էր մեր գործընկերոջ հետ Արծուկ Մինասյանի նույնիսկ գաղափար կար Սուրբ Հաճվերաստոնի հաջորդ օրը որը նաեւ մեռելոց է որը սեպտեմբեր ամսին է եւ ինչ որ առումով նաեւ կասոցացվեր սեպտեմբեր ամսին 20 թվականի, 23 թվականի ռազմական ողբերգական դեպքերի հետ, բայց քաղաքական մեծամասնությունը դեմ էր արտահայտում ու փորձեց մանիպուլացնել եւ կրկնում եմ, որ մենք ընդունում էինք այդ գաղափարը եւ շատ վաղուց հասունացած գաղափարը ու վերջինը մի եւս փաստ, որ որպես դեր նախին գործընկեր եմ ասում, սիրում եմ ես փաստերը միշտ իրար կողքի դնել ու խորհուրդ կտամ բոլոր փաստերը իրար կողքի դնելուց հետո եզրակացության գալ 24 թվականին այս նախագիծը եղել է Գեգամ Նազարյանի հեղինակմամբ հանձնաժողովի նիստում Գեգամ Նազարյանը նախագիծը ներկայացրել է սեպտեմբերի 27-ը հայտարարել հիշատակի օր մեր գործընկերներից որոշները նաև հիաջակցություն Գեգամի մասնակցում են այդ նիստին Կառավարությունը դեռ դեմ էր արտահայտվել այդ օրվան եւ առաջարկել էր դե մեկա բանակի օրը նշվում է այցելում ենք նահատակներին ինչին ի պատասխան Գեգամ Նազարյանը վրթովել էր որ պետք չի ողջերին եւ նահատակներին խառնել իրար եւ դրա համար այդ ժամանակ նախագիծը 2 ամսով հետ քաշեց չգիտեմ ինչ էր փոխվել նրա մոտեցումներում որ հիմա համաձայնվել է եւ հունվարի 27-ը նշվելու է նահատակների օր Դեպ այդտեղ մի եւս փաստարկ որ բերում է նախագծի հեղինակները թե հիշելու ենք բոլոր նահատակներին գիտեմ Վարդան Մամիկոնյանից Տիգրան Մեծից սկսած պետք է հիշեցնեմ որ Վարդանանց տոնը ամեն փետրվար երկրորդ ուրբաթ օրը հայ ժողովուրդը արդեն հարյուրամյակներ նշում է սրբադասված Վարդանանց նահատակների օր Սարդարապետի հերոսներին բոլորը հիշում են Մայիսի 28-ին Սարդարապետի եւ առաջին հանրապետության օր, բայց ցավոք սրտի անցնող տարի սեպտեմբեր 27-ը իմիջիալոց են հիշում բոլորը պետական քարոզչական համակարգում, ավելի խայտառակ էր մեր պաշտպանության նախարարությունը, խայտառակ ուղղակի, որի պաշտոնական զինուժ ծրագիրը սեպտեմբեր 13-ին եթեր մտնելով մի բառ չի ասում, որ 22 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են հայոց զինված ուժերի 225 ծառայող, որոնք իրենց պարտն են կատարում։ Դրանից հետո է ճամարտակել բամ ենք զոհերի հիշատակը հարգում ենք, այդպես են հարգում։ Ուղղակի ջնջելով պաշտպանության նախարարության կայքից Արցախյան ազատամարտ հայոց զինված ուժերի կազմավորման պատմություն, ջնջելով նախագահի աշխատակազմի կայքից Արցախյան ընդհանրապես թղթածրար, ջնջելով գլխավոր դատախազությունի կայքից Սումգայիթի կոտորածների,
Բաքվի կոտորածների այդ ամբողջ թղթածրարը, որ տարիներով հայ իրավաբանները, փաստաբանները, հասարակական գործիչները հավաքել են, ջնջելով արտաքին գործերի նախարարության կայքից Արցախյան բանակցությունների հետ կապված հսկայական թղթածրար, այդպես են հիշում եւ այդ ուրացության վերջին կաթիլն էլ երևի թե Դավոսում 3 առաջ օրը Հայաստանի նախագահ ներկայացող Վահագն Խաչատրյանի վիզա ծռած Ալիևին գովերքելն ու ներողություն խնդրելն էր։